Դուք կարծում եք, թե Հայաստանում, եթե ինչ-որ մեկը խոսում է Արևմտյան Հայաստանի մասին, դա վտանգ է Թուրքիայի համար, ոչ մեկը այդ վտանգը որպես վտանգ չի դիտում։ Ուրիշ վտանգի մասին մտածի մեզ համար։ Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին մտածի։ Իմ տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանը ավելի շատ տեսնում է Արևմտյան Ադրբեջանի կոնտեքստի մեջ։ Տպավորությունս այդպեսին է։ Դուք կարծում եք, որևէ մեկը լուրջ մտածում է, թե Արարատ սարը, ասենց Արարատ սարի վրա մենք աչք ունենք, մեզ համար դա սիմվոլ է, բայց դուք երբևէ որևէ ողջամիտ քաղաքական ասենց գործիչ նախկինում լսել եք, որ մենք ասենք, այս Արարատը գնանք գրավենք եւ այլն, բայց անդուրջ է։ Հա մեզ համար սիմվոլ է, մեր ազգային ինքնության մի մասն է, բայց դա չի նշանակում, որ մենք նման կարգի ծրագրեր ենք ունեցել։ Այդ կարգի ավանտյուրիզմը ոչ ոք չէր տարա։ Հիմա ինչ անում է այդ տեսանկյունից Արարատը չի արագացն է եւ այլ, դա ինքը անում է ոչ թե Թուրքիայի համար, ինքը անում է հենց մեր ներսում, մեր ազգային սիմվոլները, մեր ինքնության մաս կազմող պատկերացումները, մեր պատկերացումները մեր մասին, ինքը դա է քանդում։ Թուրքիայի համար չի անում։ Ցեղասպանության ճանաչումը, այո, սա ինչ-որ մի կոմպոնենտ էր, որը իրոք փոքր, բայց մաս էր կազմում մեր անվտանգության։ Դե ցեղասպանություն ապրած ժողովուրդը այդ տեսանկյունից ինքը որոշ ինչ-որ չափով որոշ առավելություններ ունի այսօր իր անվտանգությունը ավելի սուր ընկալելու տեսանկյունից։ Այք, քանի տարի անցել, բայց Իսրայելի համար Հոլոկոստը արդարացնում է Իսրայելի այսօր, իրենք արդարացնում են Հոլոկոստով իրենց գործունեությունը Գազայում։ Թվում է թե կապ չունի։ Բայց իրենք ասում են մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդը, մենք տեսել ենք դա ինչ է, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ նման կարգի վտանգ սպառնալիք այլևս Իսրայելը չունենա։ Սրանով են հիմնավորը։ Եվ մենք ցեղասպանության հարցը ոչ միայն sense էմոցիոնալ անկյանտակ ենք դիտում։ Ես կոնկրետ այդ հարցը դիտում եմ մեր անվտանգությունը ամրացնող որոշակի կոմպոնենտ որպես։ Սա է նպատակը։